Եվիզուր չէ, որ ամեն անգամ ես այս մի որ երկիր է, այս հրաշ երկիր է, որը օտարները համարում են թանգարան, բայց երկնքի տակ ես այն կոչում եմ Լեռնոտ Հայաստան կամ Հայոտ Լեռնաստան։ Ծաղկևանքում ենք, խնդրեմ նայեք եւ այս հրաշքին հասնելու համար ինձ պահանջվեց ոտքով քայլել, այսինքն ստիպված եղանք ոտքով քայլել 1.5 կիլոմետրից ավել տարածք, իսկ ասեմ դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէր եւ ստացվեց, որ այս մեր այցելությունը վերածվեց ուխտագնացության, խնդրում տեսեք ծաղկևանքը որտեղ է լեռների մեջ։ Սրանք մեր լեռներն են, հիշում 2019 թվականին Արևմտյան Հայաստանում Դերջանի հայտնի խաչքարերին հասնելու համար մեզնից նույնպես պահանջվեց մոտ 1.5-2 կիլոմետր քայլել ոտքով, որպեսզի հասնենք այդ հրաշ խաչքարերին, որոնցից մեկի բարձրությունը 10 մետր էր, ինչպես մի փոքր քիչ էր։ Այնտեղ կար նաև եկեղեցի ապերվանքը, դա էլ այն ժամանակ նման էր ուխտագնացության։ Այսօր մեր այցելությունը ծաղկևանք նույնպես դառնում է ուխտագնացություն։ Երբ որ բարձրանանք վերև, ասում են ծաղկևանքի ջուրը բուժիչ ջուր է, այնտեղից հետո կներկայացնեմ նաև ջուրը, եկեղեցու ներսը։